Մեծ պարգև է տիրապետել սեփական գեղեցկությանը, բայց նույնքան անհավանական է պայքարել ծերացման դեմ։ Հավերժ երիտասարդ կարելի է մնալ օրինակ սեփական դիմանկարում, չէ որ գեղանկարչի աշխատանքը մնայուն արժեք ստեղծելն է, բայց երբեմն արվեստը կարող է մարդուն դարձնել հանցագործ, ինչը մենք տեսնում ենք անգլիացի հայտնի գրողներից մեկի նույնքան հայտնի վեպում։ Գրքից էկրան Օսկար Ուայլդի Դորիան Գրեյի դիմանկարը վեպն է։ Դորիան Գրեյի դիմանկարը համարվում է Օսկար Ուայլդի ամենանշանավոր և գրականության մեջ ամենաընթերցվող ստեղծագործություններից մեկը, որն առաջին անգամ 1890 թվականին լույս տեսավ տեղական թերթերից մեկում։ Մեկ տարի անց հրատարակվելով առանձին գրքով հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրեց։ Անգլիացի քննադատները պահանջում էին գիրքը դնել արգելքի տակ, այն համարելով անգլիական հասարակության բարոյական նորմերի վատաբանում, թեև ընթերցողները վեպն ընդունեցին հիացմունքով։ Դորիան Գրեյի դիմանկարը գրվել է ուղիղ 3 շաբաթում, բեմադրվել բազմաթիվ թատրոններում, ներկայացվել որպես մյուզիկլ և իհարկե էկրանավորվել մոտ 25 անգամ։ Դրանցից մեկը 2009 թվականին Օլիվեր Փարքերի աշխատանքն էր։ Գրքի և երբևէ արված էկրանավորումների միջև միշտ էլ եղել են էական տարբերություններ, բայց բոլոր դեպքերում գիրքը մնաց անգերազանցելի։ Երիտասարդ Դորիան Գրեյը հայտնվում է Լոնդոնի բարձր հասարակությունում և դառնում ներշնչանքի աղբյուր նկարիչ Բեզիլ Հոլուորդի համար։ Վերջինս նկարում է երիտասարդ ու արտասովոր Դորիանին, ով տեսնելով այդ աշխատանքը ցանկություն է հայտնում, որ նկարը ծերանա, իսկ ինքը հավերժ մնա երիտասարդ։ Փառատենչ երիտասարդը հայտնվում է նկարչի ծուղակում, փառքի ճանապարհին դառնալով դաժան ու ինքնահավան, իսկ նկարն այդ ընթացքում սկսում է ինքն իրեն վնասվել։ Ռեժիսոր Օլիվեր Փարքերի աշխատանքը էկրաններին հայտնվեց 2008 թվականին, որը տեղիք տվեց տարատեսակ կարծիքների։ Ըստ նախնական սցենարի ֆիլմը պիտի լիներ գեղարվեստական շեշտադրումներով դրամա, բայց ռեժիսոր Օլիվեր Փարքերը որոշեց ավելացնել մուգ գույներ Դորիանի անկումն ավելի ուժեղ ցույց տալու համար։ Գլխավոր դերակատար Բեն Բարնսը սկզբում հրաժարվել էր մարմնավորել հերթական գեղեցիկ տղայի կերպարը, սակայն սցենարը կարդալուց հետո համաձայնեց, որովհետև կերպարն ավելի խորն էր և հնարավորություն էր տալիս դերասանին ցույց տալ իր մասնագիտական հմտությունները։ Լորդ Հենրիի դերը մարմնավորող Քոլին Ֆերթը այս կերպարում դուրս էր եկել վերջապես բարի ու ազնիվ դերասանի ստանդարտներից։ Այստեղ նա երևում է մանիպուլյատիվ լորդի կերպարում, դառնալով ֆիլմի շարժիչ ուժը։ Հաշվի առնելով, որ ֆիլմը միջին գնահատական հավաքեց կինովարձույթում, հաջողված քիչ կողմերից մեկը այս ֆիլմում հենց երկու դերասանների խաղն էր։ Dorian, please, please, Dorian, please, I love you. Ֆիլմի նկարահանման վայրերի մեծ մասում օգտագործվել են իրական վիկտորիանական շենքեր, ճարտարապետական մի ոճ, որը բնորոշ է Անգլիայի Վիկտորիա թագուհու կառավարման ժամանակաշրջանին։ Այն աչքի էր ընկնում հատկապես ծանր դեկորատիվ լուծումներով։ Սա արվել էր ընդգծելու համար Լոնդոնի մառախլապատ և արիստոկրատական միջավայրը։ Ֆիլմի դրական կողմերից մեկը հենց ժամանակաշրջանի ճիշտ պատկերումն էր, միջավայրը, հագուստը, տեսարանների համար կառուցված տաղավարները։ Հատուկ ուշադրություն էր դարձված նաև էֆեկտներին և գույներին, որոնք ավելի խորհրդավորություն էին տալիս ֆիլմին։ Ֆիլմը որոշ երկրներում ստացել է 18+ դասակարգում բաց տեսարանների պատճառով, մի բան, որ գրքի ժամանակներում համարվում էր անթույլատրելի։ Չնայած որոշ փոփոխություններին, քննադատները փաստում են, որ գրքի հիմնական գաղափարը, գեղեցկության պաշտամունքն ու հոգու քայքայումը, այս էկրանավորումը կարողացել էր փոխանցել։ Արվեստը հայլի է, որն իր մեջ արտացոլում է մարդուն։ Այդ արվեստի ուժը, որը հերոսի համար դառնում է մեղք, Օսկար Ուայլդը հասցրել էր ծայրահեղության, ցույց տալով փիլիսոփայական խորություն, իսկ ռեժիսոր Օլիվեր Փարքերը դրան տվեց մթնոլորտ և դինամիկա։ Երկուսն էլ իրականում ստեղծեցին մի պատկեր այն մասին, թե ինչպես սերը, ցանկությունը և նպատակը կարող է անճանաչելիորեն փոխել մարդուն։